Հայաստանում ապրիլի 13-ից 19 կանցկացվի տափողակով հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականում ընդգրկվել է 21 հոկեյիստ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով այս եւ ձմեռային մյուս մարզաձևերը կարևոր նշանակություն ունեն գերատեսչության համար։ Նախարարը հույս հայտնեց, որ այս առաջնությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը։ Ձմեռային մարզաձևերի զարգացումը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն եւ սպորտի զարգացման ռազմավարությունը, որն ընդունվել է կառավարության կողմից, առանձնահատուկ շեշտադրում է նաև ձմեռային մարզաձևերը զարգացնելու առաջնահերթությունը ու ես շատ ուրախ եմ, որ այս շրջանակներում 23 թվականից մենք արդեն Հայաստանում ունենք նաև գործող հոկեյի լիգա, որը բավականին խրախուսում է նաև տափողակով հոկեյով զբաղվելը եւ ակումբային սպորտը մեզանում, որը կարծում եմ, որ սպորտի զարգացման ամենակարևոր գործիքակազմերից պիտի լինի եւ այս առաջնության անցկացումն էլ հուսով եմ, որ մարզաձևի զարգացման եւս մի խթան պիտի դառնա։ Տափողակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի եւ Ուզբեկստանի հավաքականները։ Հանդիպումները կանցկացվեն Երևանի Գեղասահքի եւ տափողակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։ Առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին։ Հոկեյի մասին կարող եմ ասել, որ վերջին 2 տարիների ընթացքում այդ սպորտաձևում էական առաջընթաց ունենք եւ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան եւ այս պայդրությամբ մեր դպրոցում սովորում են մոտ 80 սաներ, նրանց մարզում են բավական ճանաչված մարզիչներ, նախորդ տարի ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում եւ ընդհանուր առմամբ հոկեյը որպես սպորտաձև զարգանում է Հայաստանում եւ զարգանում են նաեւ ենթակառուցվածքները այդ սպորտաձևի հետ կապված եւ մեր Գեղասահքի դպրոցում ենք վերջերս նաեւ նախարարության առաջարկով որոշակի փոփոխություններ արեցինք, որպեսզի համապատասխանեցնենք հենց կոնկրետ այս մրցաշարին։ Անդրադառնալով Free News-ի հարցին, թե ողջևորված է արդյոք Հայաստանի հավաքականը եւ պատրաստվել է առաջնությանը, Հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը հավաստիացրեց, որ այո։ Նա հույս հայտնեց, որ մրցումային օրերին ոչ միայն հետաքրքիր խաղերի ականատեսը կլինեն քաղաքացիները, այլև մեր թիմը լավագույնս կներկայանա այս առաջնությունում։ Մինչև այսօր եւ նույնիսկ վաղը անցնում են հավաքականի հավաքները, մարզումները, այսինքն ապրիլի 1-ից մեկնարկել են մեր մարզումների վերջի շրջանը, եղել են տարվա ընթացքում 4-5 անգամ հավաքներ, թե տանը, թե դրսում, այսինքն ելնելով են փաստից, որ Հայաստանում չես կարող գտնել ուժեղ մարզիկների հակառակորդ թմերի, Ռուսաստանում եղել են 2 անգամ հավաքներ, որտեղ Հայաստանի հավաքականը հնարավորություն է ունեցել խաղալ մի քանի սպարինգային պարտներների հետ։ Այս պայդրությամբ այսօր հավաքականի վերջի մարզման եւ ավելի շատ հանգստյան օրն է, կարծում եմ այս պայդրությամբ ունենք պատրաստ հավաքական։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին խոսեց Ջերմուկում կայացած խաղերի մասին, նշելով, որ կառավարությունը հատուկ ծրագիր էր գործարկել օլիմպիական նպաստ տրամադրելու մեր հեռանկարային մարզիկներին։ Նպատակն է, որ նրանք կենտրոնանան ոչ թե կենցաղային խնդիրները լուծելու, այլ իրենց մարզավիճակը բարելավելու վրա, սպասելի լավագույն արդյունքները գրանցելու համար։ Մենք առաջիկայում հանդիպում կունենանք ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ միասին քննարկենք, թե ինչպիսի աջակցության կարիք իրենք ունեն նախապատրաստական աշխատանքների համար, որովհետև այստեղ մի փոքր այլ վիճակում ենք, քան ուրեմն ամառային մարզաձևերի պարագայում եւ կարծում եմ, որ մի փոքր այլ ռազմավարություն պետք է ընտրվի։ Կարծում եմ, որ առաջիկայում կքննարկենք դա հենց ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ եւ միասին կգտնենք օպտիմալ լուծում աջակցության ձևի համար։ Հիշեցնենք, Հայաստանի հավաքականը վերջին անգամ տափողակով հոկեյի մրցաշարի մասնակցել է 2010 թվականին 3-րդ դիվիզիոնում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։